Ես գիտեի, որ մի օր կգաս։ Գիտեի, հաստատ գիտեի։ Չի զանգել Վարդանը։ Չէ։ Էլ չեմ կարողանում։ Հասկանում եմ, Աննա։ Շատ դժվար է։ Գիտեմ, որ ոչ մի բան անել չեմ կարող։ Բայց էլ չեմ կարողանում։ Պետք է սպասես ան։ Մտածում եմ, անդադ մտածում եմ ու չեմ կարողանում հասկանալ ով է արել նման բան։ Ու ինչի համար։ Ես էլ չեմ պատկերացնում։ Գիտես, երեկ անընդհատ դողում էի։ Ես թվում էր երեխաս անընդհատ լացում է։ Մարինքը հիմա արդեն ճանաչում է մեզ բոլորիս։ Օտար մարդկանց մոտ չի մնում։ Հասկանում ես, իսկ այսօր ոնց որ բոլոր զգացմունքներս բթացած լինեն։ Ոչ մի բան չեմ զգում, մար։ Ոնց որ օդում լինեմ։ Նույնիսկ չեմ էլ կարողանում էլ լացել։ Վարդանը չի զանգում, որովհետև ոչ մի բան չունի ասելու։ Ու չի զանգի այնքան, մինչև որ ինչ-որ նորություն ունենա։ Իսկ ես չեմ զանգում, որովհետև գիտեմ, որ անիմաստ է։ Որովհետև ինձ թվում է, որ էլ աշոտից չեմ տեսնելու։ Ան, վերջացրու։ Մի ասա նման բաներ։ Մարիշ, արդեն կորցնում եմ հույսս։ Ան, խնդրում եմ, դիմացի։ Էլ չեմ կարողանում, էլ չեմ դիմանում։ Պետք է կարողանաս։ Ամբողջ օրը պարկած ես եղել։ Մի քիչ որ վեր կենաս։ Չեմ ուզում։ Ան, գոնը մի քիչ մորքուրի մոտ մնա։ Անընդհատ սիրտը վատանում է։ Ան, լսի։ Այդ հիմար մտքերը գլխիցդ հանի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ուղղակի պետք է համբերենք։ Դու երեխուն շատ շուտով կտեսնես։ Երանի ես էլ տենց մտածեի։ Մեքենան վթար էի ենթարկվել։ Բախվել է Ճամփեզրիսյանը։ Ինչ։ Մի կին մի տղամարդ են եղել մեջը։ Երեխան։ Չի ասաց, որ միայն մի կին ու մի տղամարդ։ Արդեն ինքնությունները ճշտում են, հանգստացիր։ Կպարզեն, կիմանանք։ Այսքան սպասել ես մի փոքր էլ համբերիր, հա։ Զանգ եմ աննային։ Կասեսնել։ Չէ։ Ուղղակի ուզում ասեմ, որ ինչ-որ մի բան կա, ինչ-որ մի բան գործը տեղից շարժվում։ Ամեն հանգիստ է, խնդրում եմ։ Վարդան, խնդրում շատ հանգիստ։
Բա, ինչ ա կատարվում, չի տենց դուրս եկավ։ Ինչ ա աղել, պապ, ասա։ Նարեկ մեքենան գտել են, մեքենան վթարի է ենթարկվել։ Մի կինո մի տղամարդ են եղել մեջը։ Բա երեխա։ Երեխա չի եղել մեքենայի մեջ։ Պապ։ Մի քիչ առաջ նայնեն տեսա։ Որտեղ։ Դուրս էր գալիս։ Նոր։ Պապ, ընկերությունից դուրս եկավ արագ։ Հա, նա ինձ մոտ էր, բայց արդեն երկար ժամանակ էր դուրս է եկել։ Չգիտեմ, պապ, դա նոր տեսա։ Լավ։ Նարեկ, ընտրում գնա Վարդան ետևից նոր մենակ մի թող նա դուրս եկավ հուզված էր։ Տեսա, հա։ Գնա, ես վախենում եմ շատ վատ վիճակում է գուցե մեքենան արագ քշի ինչ-որ մի փորձանքի։ Լավ, դες գա։ Գնա, մենակ մի թող։ Գնա մի պատրվա գտիր կողքին եղել։ Ինչու են նարենն այսքան ժամանակ ընկերությունում եղել։ Մեն թե չպարզվի այն ինչ մտածում է։ Ասա թողանին գա ինձ մոտ։ Դուրս ա եկել անին։ Լավ։ Հենց որ գա ասա որ սպասում եմ։ Տուն գնաց արդեն։ Տուն։ Հա, ասաց գնում եմ արդեն։ Լավ։ Անին առանց զգուշացնելը տուն կգնար մի պատճառով։ Ինչ եղավ։ Չգիտեմ ինչ։ Ալո։ Վարդան, Ո՞վ է։ Իրա ընկերուհին է։ Բա ինչ, դու ինչ ես զանգել, ինչ ես ուզում։ Չանջատ է շատ կարևոր բան եմ ասելու։ Ոչ մի կարևոր բան էլ չի կարա լինել, չզանգես։ Սպասի մի րոպե, Իրան մահացել է։ Ինչ։ Հա, վթարի է ենթարկվել Վահանի հետ։ Ուղղակի մտածեցի, որ դու պետք է իմանաս։ Իսկ երեխեն։ Երեխան մոր տանն է։ Վարդան ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Հաստատ։ Ուր ես գնում։ Չգիտեմ։ Գամ հետդ։ Չէ, պետք չի։ Ես պետք է մենակ անեմ։ Վարդան գամ հետդ, հա։ Չէ, Նարեկ, պետք չի։ Խեղճ երեխա, երեքանից կարգին չի քնել։ Հավ ինչ եղավ էդ մարդը, մեռա զանգելով։ Ես խեղճ երեխան չի մնում, լացում եմ, գոնե գար, տաներ մոր մոտ։ Բայջան, հələ սուս տեսնեմ, մի հատ սուս տեսնեմ, վերջապես։ Վայ Արմինե ջան, դու ես։ Բարև մամ։ Բարև աղջիկս։ Մամ, ես ում երեխան է։ Արի ներս կասեմ։ Մամ, բայց ում երեխան է այս բանը։ Իմ ճանաչի երեխան է։ Չեմ ես, մամ։ Չէ, չես ճանաչում։ Մամ, ում երեխան է։ Ասեցի չես ճանաչում, խնդրել է երկու օրը պահեմ, բերել է երկու օրը պահում եմ։ Դաս տեսնեմ։ Հա, բանի կա։ գոնե գա տանը։
ամբողջ օրը էսա, ամբողջ օրը լացեց էս երեխան։ Մամ, ում երեխան ապա։ Շարունակություն